Տարոն Անդրեսյանը բացառիկ օրինակ է հայրենասիրության, ազնանվիրության և մարդկային վերության։ Նրա կյանքի ու սխրանքների մասին պատմություններ առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում, քանի որ Տարոնը ոչ միայն զինվոր, այլև որպես մարդ օրինակ է ծառայության և հավատարմության։ Տարոնը ծառայել է Հայաստանի զինված ուժերում որպես հետախույզ Մարտունի 3-րդ պաշտպանական շրջանի կազմում։ Նա իր կյանքը դրեց մեր խաղաղության հիմքում, ապացուցելով, որ սերն առ հայրենիք ուժեղ է ամեն ինչից։ Ծառայության ընթացքում նրան ճանաչել են որպես կարգապահ, պատասխանատու և խիզախ զինվոր։ Նրա հետախուզական հմտությունները բազմիցս բարձր են գնահատվել հրամանատարության կողմից։ Երբ սկսվեց 2020 թվականի Արցախյան պատերազմը, Տարոնը Ռուսաստանից վերադարձավ Հայաստան և կամավորագրվեց։ Մեկնում է ռազմաճակատ որպես դասակի հրամանատար և աչքի է ընկնում իր քաջությամբ ու մարտավարական հմտություններով։ Տարոնի կյանքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է մեկ մարդու ազնվիրությունը դառնալ ամբողջ մի ժողովրդի ոգեշնչման աղբյուր։ Ճանապարհ, որը միայն քաջերն են ընկնում, Տարոնը քայլեց այդ ճանապարհով, թողնելով իր անունը հավերժության մեջ։ Տարոնի զողողությունը հիշեցնում է, որ հայրենիքը սկսվում է նրա համար տրված կյանքից։ Հերոսները չեն ծնվում, նրանք ստեղծում են իրենց հայրենիքին նվիրումով։ Տարոնը դրա վառ օրինակն է։ Նրանց արձանը թրջող խորհրդանիշը հայ զինվորի ուժի։ Այս արձանը միայն քանի կտոր չէ, այն վերածվել է զորության խորհրդանիշի, իսկ նրա հայացքը միշտ էլ մեզ հետ է, որպես ոգեշնչում։ Տարոն Անդրեսյանի արձանը, ինչպես իր կյանքը, անխախտ ու հավերժ է։ Այն խոսում է բոլոր նրանց մասին, ովքեր հայրենիքը պաշտպանում են իրենց կյանքի գնով։ Ությունը սովորեցնում է, որ հայրենիքի համար կռիվ տալը մահ չէ, այլ անմահություն։ Տարոնը ապրում է ոչ միայն հիշողություններում, այլ ամեն ճակատագրական հաղթանակում, որին նա ուղեցույց դարձավ։ Որ խնդրեմ, կարող եք մի փոքր բան պատմել Տարոնի մասին։ Իմ իմացածը նա է, որ կամավորական շարժումը երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմի ընթացքի մեջ էր, Տարոնը Ռուսաստանում թողեց իր բիզնեսը և հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի ու Արցախի վերադարձավ հայրենիք։ Կամավորագրվեց այդ շարժմանը, դա հոկտեմբեր ամիսն էր, որքան ես եմ հիշում, հոկտեմբեր ամիսն էր, և ընկավ շրջափակման մեջ։ Նրա ջոկատ ասենք, թե դասակ ասենք, կամ վաշտ ասենք, շրջապատման մեջ էր, և երբ խոսել էր Հարութի հետ, հոր հետ, Հարութ ասել էր, բա ինչի չես, բոլորի հետ մեկտեղ դու էլ անցնում գետը, այնտեղ Հագարո գետն է, Ղարաբաղի ամենամեծ գետն էր, դա Արցախի գետը, Հագարո գետն էր, որը միանում է Արաքսին, ինքը ասել էր, որ Հագարո գետը անցնել չի լինի, շատ ջրառատ է, իսկ դեմն էլ թուրքն է։ Ես գերի չեմ հանձնելու, վերջ, ուրիշ բան չեր ասել։ Դա իսկ կադրերը, եթե նայել եք դուք, տեսակ, թե ինչ սիտուացիայում նա մենակ կանգնեց թուրքական դասակի առաջ, անվեհեր կերպով անգամ հայերեց իրանց, ասացին մի վախեցի, հանձվի, մենք ես կուղարկենք, որ երկիրը որ դու ես ցանկանում, բայց Տարոնը չհամաձայնվեց, ասեց դուք ով եք, ես ձեզնից չեմ վախենում, անգամ հայոյեց, և այստեղից սկսեց այն, ինչ պիտի սկսվեր, այսինքն սկսեցին կրակել իրենց վրա։ Ինչքան թուրքի վրա է կրակել, մենք չգիտենք, հետագա կադրերը չկան, միայն դա հերիք էր էլի Տարոնի համար, որ դառնար Հայաստանի կամ Արցախի լավագույն տղաներից մեկը, լավագույն հերոսներից մեկը։ Հիշատակիրը։ Շատ շնորհակալություն։ Հերոսը նա չէ, ով երազում է անմահության մասին, այլ նա, ով տալիս է իր կյանքը ուրիշների ապագայի համար։ Մղջանցի հերոսները պայքարեցին ոչ միայն մեր հայրենիքի համար, այլ նաև նրա խաղաղության ու ապագայի համար, որպեսզի մենք ապրենք ազատ ու արժանապատիվ։ Անդրեսյանը մղջանցի հերոս, թողեց անմահության բոց իր հիշատակ իր ազնվության ու համառության, որոնց պատճառով մենք ապրում ենք խաղաղության մեջ։ Ինչպիսին էր Տարոնը մանկության տարիներին։ Տարոն Անդրեսյանը մանկության տարիներին երեխեք ջան,
շատ ջարդիկ, շատ հայրենասեր, հարգանքով շատ։ Ինչպես է։ Շատ լավ տղա էր։ Ինչպես է վերաբերվում իր հայրենիքին։ Առանձնահատուկ, ինքը շատ է սիրում իր հայրենիքը, շատ է սիրում։ Ինչպես ընդունեցիք նրա կամավոր մեկնելու որոշումը։ Ինքը եթե չգնար չէր կա, ինքը ասում է ես եթե չգնամ պատերազմ, իմ հայրենիքը չպաշտպանեմ, ես չեմ կարող գյուղի մեջ ապրել, իմ գյուղի մեջ, իմ հայրենիքի մեջ ապրել։ Չեմ կարող ապրեմ, որ չմեկնեմ պատերազմ, որ Ռուսաստանից եկավ դե գիտեք, իրան հետ պահելը անհնարին էր, ինքը որոշեց ու պետք է գնար։ Ինչ հիշողություններ ունեք տարօրի մասին, որոնք ամենաշատը տպավորված են ձեր մեջ։ Կոնկրետ ինչ-որ բան, ջարդիկություն շատ ջարդիկ էր շատ։ Փոքրուց հայրենասեր է եղել։ Անակնկալներ շատ է սիրում, շատ, միշտ անակնկալներ, Ռուսաստան կլեր անգամ բանակներից ինք անակնկալներով, ծառետներով, պնջերով, ուղարկել անգերերի միջոցով։ Ինչ կասեիք երիտասարդ սերունդներին տարօրինի օրինակով։ Հայրենասեր ունեն թասիբու, տարօրինից նման տղալ է, պետք ցանկանային որ ջայլի։ Մերսի շատ։ Ընկեր Ալավերդյան, խնդրում եմ, մեզ պատմեք Տարոն Անդրեասյանի անվան պուրակի մասին, քանի որ պուրակի բացման նվիրված արարողությունը դուք եք կատարել։ Սիրով, Տարոն Անդրեասյանի անվան պուրակի բացումը տեղի ունեցել 2023 թվականի դեկտեմբերի 25-ին, Տարոնի ծննդյան օրը, նրա 30-ամյակին։ Քանդակագործը եղել է Սամվել Քամալյանը, որը ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։ Լսելով Տարոնի մասին, նա ցանկություն է հայտնել քանդակել նրա արձանը իր միջոցներով։ Իսկ արձանի այդ ձուլովը եղել է Հովիկ Պապոյանը, Գյումրիում հայտնի Պապոյանների ընտանիքից ծերված։ Արդյոք դժվար է նման մեծ ծավալի միջոցառում կազմակերպելը։ Իհարկե դժվար է, բայց ես մենակ չեմ եղել, ինձ աջակցողներ են եղել։ Հիմնական մասը, դպրոցի մասը, դպրոցական մասին վերաբերող մասը ինքս եմ կատարել։ Դժվար է, որովհետև մեծ ծավալի միջոցառումը իրոք իր առանձնահատկություններն ունի։ Դու պետք է քո խոսքը կուր կառուցես, պետք է խոսքդ այնպես կառուցես, որ ասես հիմնական բաները եւ զերծ մնաս ավելորդաբանություններից։ Չէ որ երբ որ մեծ ծավալի է, տարբեր տարիքի, տարբեր մակարդակի մարդիկ են լինում եւ միջոցառումը տարբեր ձևով է ընկալվում։ Այս միջոցառումը հաջողված միջոցառում եղավ, որովհետեւ ես դրական արձագանքներ լսեցի։ Խոսքս պետք է շատ կուր կառուցվածք ունենա եւ ես պետք է մի քանի մաղերի միջով, այսպես ասած, անցկացնեի խոսքս, այսինքն ամեն մանրուքը, ամեն բառը վերլուծեի, մտածելով, թե ինչ արձագանք պետք է ստանա այդ իմ խոսքը։ Ինչ զգացմունքներ ունեցաք, երբ իմացաք, որ դուք պետք է կազմակերպեք այդ միջոցառումը, եւ ինչ արձագանքներ տեսաք միջոցառումից հետո։ Առաջին հերթին պատասխանատվության զգացում, որովհետև 2020 թվականի 44-օրյա պատերազմը ցնցեց մեր գյուղը, մեր երկիրը եւ յուրաքանչյուրս գործիք մեր հոգու խաղաղություն։ Եվ յուրաքանչյուրը ցանկանում էր ինչ-որ մի բան անել մեր զինվորների համար։ Նրանք նվիրեցին երկրին մեզ ամենաթանկը իրենց կյանքը, եւ մենք պարտավորվածության զգացում ունենք նրանց նկատմամբ։ Եվ այդ
երախտիկի հարությունը պետք է արտահայտվի նրանց հիշելով, նրանց մասին խոսելով, նրանց հարազատներին ապրումակցելով։ Մեր ժողովուրդը միշտ էլ եղել է միմյանց աջակցող ժողովուրդ։ Դեռևս Խորենացու պատմության մեջ կա այդ մասը։ Խորենացին գրում է, որ երբ որևէ մեկի հետ մի դժբախտ բան էր տեղի ունենում, հավաքվում էին մարդիկ, կազմում էին ջոկատներ, որոնց ասում էին հարգո ջոկատներ, եւ գնում էին այդ ընտանիքին օգնում էին։ Այդ հարգո ջոկատ արտահայտությունը մենք փոխեցինք եւ դարձրեցինք հարգո այգի։ Մենք զինվորներին նվիրված հարգո այգի ունենք այժմ դպրոցում, որտեղ պատին կա հավերժության նշանը։ Հայաստությունը վառեց դուրս է, այն արարք է, որը հավերժ ապրում է սերնդների սրտերում։ Չեն մարում, նրանք դառնում են հայրենիքի հավերժական խարույկը։ Կարմրում էր սև այգիներ այգեպանների, կորսել որդիս մեջներ պահապանների, գար խոստաց ամատղի, գրվից հետո կատաղի, որ ուղարկեմ մատղից, զինվոր իմ տղից։ Թեժ պահերին այդ կռվի դիրք է հաց տարա, բայց որդիս գարեգեն արա։ Թեժ պահերին այդ կռվի դիրք է հաց տարա, բայց որդիս ախեն ետ չեկա։ Կարմրում էր սև այգիներ այգեպանների, կորսել որդիս մեջներ պահապանների, հացը հասավ տղերքին, լուրը հասավ ամենքին, ձայնը հասավ ականջիս, որ զոհ դարձավ որդիս։ Թեժ պահերին այդ կռվի դիրք է հաց տարա, բայց որդիս գարեգեն արա։ Թեժ պահերին այդ կռվի դիրք է հաց տարա, բայց որդիս ախեն ետ չեկա։ Դեռ կգարը մատաղի, կռվից հետո կատաղի, որ խոստա